Այս ռասկլադը վերաբերվում է փոքր ռասկլադ է կարճ նոր հարաբերություններին, կարող են հարց տալ, եթե նոր ձեր կյանքում պարտնյոր է հայտնվել, ինչպիսի հույս կարող եք դնել դուք նրա վրա, կա պերսպեկտիվա, թե ոչ։ 4 պոզիցիա է այստեղ լինելու, հա, եւ եթե կունենաք հետո հարցեր ավելի լայնամասշտաբ աշխատելու համար կարող եք դիմել ինձ իմ WhatsApp, հա, կոնտակտին կամ Telegram +37 493 40 45 37 կոնտակտին, ավելի լայնամասշտաբ աշխատանքներ տանելու համար։ Նայում եք այստեղ եւ հարց ուղում, ինչպես կանայք, այնպես տղամարդիկ կարող են ուղղել հարց։ Հարցը ուղում եք այսպես. ինչ հույս ես կարող եմ ունենալ այս կապից։ Արդյոք ռեալ ինչ-որ լուրջ բան կստացվի ձեր միջև մոտակա 3 ամիս։ Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Նախ առաջի պոզիցիան մենք նայենք ինչ ֆորմատ հարաբերություններ ձեր հարաբերությունների մեջ, ինչ ֆորմատ է տեսնում, ինչ ֆորմատով է տեսնում ձեր հարաբերությունները ձեր պարտնյորը։ Առաջի պոզիցիան, ինչ ֆորմատի հարաբերություններ դուք կարող եք նրա հետ հույս ունենալ, հա, ինչ ուզում նա։ Ну, կարող եմ ասել, որ այստեղ ինչ-որ լուրջ բան չեմ տեսնում, դեռ ամեն ինչ կարող նոր սկսվի, բայց ինչ-որ լուրջ բան, հա, ձեր հարաբերություններում չեմ տեսնում, նա, այստեղ խնդիրը նա է, որ կարող է վիրտուալ ինչ-որ բան լինի, ձեր հարաբերություններում վիրտուալ մասն է, հեռավոր հարաբերությունները, մեկ-մեկ հանդիպման եւ այլն։ Երկրորդը նրա անձնական կյանքը, երկրորդ պոզիցիան, տեսնում եք, ձեր սիրելի ազատ է նա, թե ոչ, նա այսպիսի անձին չի կարելի վստահել, որովհետև նա կարող է ձեզանից ստանալ հետագայում այն, ինչ իրեն պետք է եւ փախչի։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս, որ այս անձին դուք վստահեք, ազատ է, նա ունի ձեր նման մի քանիսը կարող եմ ասել եւ բնական է, հա, ստեղից վիվտներ արեք։ Երրորդ պոզիցիան, ինչպես դուք պետք է պահեք ձեզ նրա հետ։ Իմ խորհուրդը ձեզ անհասանելի, ոչ թե մատչելի, որ ձեզ ավելի շատ եք գնահատում եւ պերսպեկտիվայով ինչ հույս կարող եք ունենալ։ Կգա կտեսնի, կհաղթի ձեզ եւ ամեն ինչ ավելի շուտ կավարտվի, քան դուք մտածում եք։ Հեռու մնացեք։